Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ում Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Լեյենը օդանավակայանից ուղևորվել է կառավարության շենք, որտեղ նրան դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը եւ Լեյենը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով եւ կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը, ըստ որի ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տարվա ընթացքում երկրում փաստացի բնակված լինի առնվազն 183 օր։ Ըստ Զախարովայի, այս նախաձեռնությունը կարող է բազմաթիվ քաղաքացիների զրկել ընտրելու իրավունքից։ Զախարովան օրինակ է բերել Մոլդովայի փորձը։ Ինչպես ակնհայտ է, օրենքները կոչված են պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները, այստեղ ստացվում է կարծես թե նույնիսկ հակառակը։ Հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, մասնավորապես ընտրություններին մասնակցելուց, հայտարարել է Զախարովան։ Երեկ ավարտվել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուների առաջադրման փուլը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով առաջադրվել են պատգամավորներ Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանը։ ԿՊ վարչությունն այսօր երեկոյան կհավաքվի խմբակցության նոր ղեկավար ընտրելու օրակարգով։ Ըստ օրաթերթի տեղեկությունների, մեծ է հավանականությունը, որ կընտրվի հենց Արուսյակ Մանավազյանը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի վստահելի թիմակիցներից, ով նախկինում աշխատել է Հայկական ժամանակ օրաթերթում որպես հաշվապահ, իսկ ներկայումս զբաղեցնում է կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Պաշտպանության նախարարության զինված ուժերի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերում կադրային նոր նշանակումներ են կատարվել։ Գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում, իսկ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը ստանձնել է պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Ամբողջ գիշեր ռմբակոծության է ենթարկվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել այն լոգիստիկ կենտրոններին, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում էին անօդաչու թռչող սարքերի տեղափոխման եւ պահպանման համար, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 74 հրթիռ եւ 496 ԱԹՍ է արձակել։ Զոհերի թիվը Կիևում հասել է 13-ի։ Հզոր հարվածից րոպեներ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր. «Այսօր շատ զգույշ եղեք, մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանի Դաշնությունը հզոր հարված է պատրաստում»։ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, հայտնել է Կատարի արտգործնախարարությունը։ Հայտարարությունում նշվում է, որ Կատարի եւ Պակիստանի միջնորդները առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները եւ հաջորդ հանդիպումը նշանակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունից հետո, գրել է Կատարի արտգործնախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ Ալ Անսարին։ Թուրքիայի զբոսաշրջային գոտում միանգամից 2 հրդեհ է բռնկվել, տարհանվել են զբոսաշրջիկներ։ Մի հրդեհը բռնկվել է Բյույուկ ադակղզու Ստամբուլի լողափային համալիրում։ Ուժեղ քամու պատճառով այն արագորեն տարածվել է հարակից անտառային տարածք։ Ծխահարված 4 մարդ հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է, մարման աշխատանքները շարունակվում են։ Ալանիայի հյուրանոցներից մեկում էլ երկրորդ հրդեհն է բռնկվել, տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ։ Հրդեհը բռնկվել է շենքի տանիքում, կրակը հաջողվել է տեղայնացնել եւ թույլ չտալ դրա տարածումը։ Ըստ նախնական տեղեկությունների զոհեր եւ վիրավորներ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Պանամայի ջրանցքը Չինաստանը վերահսկի։ Նա խիստ քննադատել է ջրանցքը Պանամային փոխանցելու նախկին որոշումը, այն անվանելով հիմարություն, եւ շեշտել է, որ դա Միացյալ Նահանգների ստեղծած ամենաթանկ ու շահութաբեր նախագիծն էր։ Թրամփը նաեւ հաստատել է իր մտադրությունը ամեն գնով ձգտել ու վերականգնել ամերիկյան վերահսկողությունը այս ռազմավարական ջրային ուղու նկատմամբ, շեշտելով, որ Չինաստանի ներկայությունը ջրանցքի տարածքում ուղղակիորեն սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանն ու առևտրային շահերին։
Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ոչ այնքան լավ անդամներ, նրանք ասում են, որ չեն ցանկանում օգնել ուրիշներին։ Նրանք իրենց այնքան էլ լավ չեն պահում, բայց կսովորեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ Իսպանիան ի սկզբանե դեմ է արտահայտվել Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությանը։ Մադրիդը նաեւ թույլ չի տվել Վաշինգտոնին այդ նպատակներով օգտագործել թագավորության տարածքում տեղակայված ռազմակայանները, ինչից հետո հայտնվել է Թրամփի ուշադրության կենտրոնում։ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։ Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը 7-օրյա համազգային սուք է հայտարարել երկրում հարգանքի տուրք մատուցելու հունիսի 24-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի հիշատակին։ Աղետի օրը երկրում գրանցվել է 2 հզոր ստորգետնյա ցնցում 7.2 եւ 7.5 մագնիտուդ ուժգնությամբ։ Բնական աղետը հիմնահատակ ավերել է հարյուրավոր տներ եւ լրջորեն վնասել երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքները։ Իշխանություններն այժմ փորձում են գույքագրել վնասներն ու սատարել տուժած համայնքներին եւ անհետ կորածների ընտանիքներին։ Apple ընկերությունը այս տարի ծրագրել է թողարկել առնվազն 5 նոր iPhone, հայտնել է ճապոնական հեղինակավոր Nikkei գործարար թերթը։ Ըստ աղբյուրների, նոր սմարթֆոնների թողարկումը նախատեսվել է իրականացնել այս տարվա երկրորդ կեսին եւ 2027 թվականի առաջին կեսին։ Առանձնահատուկ շեշտվել է, որ ընկերությունը մտադիր է շուկա բերել ավելի շատ ծալվող սարքեր, քան սպասվում էր նախկինում։ Apple-ը արդեն տեղեկացրել է իր մատակարարներին, որ այս տարի անհրաժեշտ է արտադրել շուրջ 10 միլիոն ծալվող iPhone, ինչը 2-ից 3 միլիոնով ավելի է նախնական կանխատեսումներից։